Ողջույն, սա Regions TV-ի ձեր տանը ոդկասթն է։ Սա մի վայր է, որտեղ մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչ սովորաբար դուրս է մնում լրահոսի աղմուկից եւ պաշտոնական հաղորդագրություններից։ Մենք պատմում ենք պատմություններ, որոնք թեև չեն դառնում թոփ թեմաներ, բայց կարող են փոխել մարդկային ճակատագրեր։ Ես Նելին եմ Բաբայան, եւ մենք այսօր մեր հյուրերի հետ քննարկելու ենք շատ զգայուն թեմա՝ բուլինգը դպրոցում։ Մեր հյուրերն են, ծանոթացեք, խնդրեմ, Ժեստ հոգեբանական կենտրոնի Գյումրի մասնաճյուղի հոգեբան Տաթևիկ Մեխակյանը եւ Նոր լույս հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, կրթության հետազոտող Շողեր Միքայելյանը։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, ինչպես ասացի, այո, թեման շատ զգայուն է եւ նախ Տաթևիկ ես կուզեմ, քանի որ ձեր պրակտիկայից ելնելով գիտեմ, որ ձեր կենտրոնը հանրապետության տարբեր բնակավարներում աշխատում, երկուսիդ էլ տալիս եմ հարցը, ինչա բուլինգը եւ որտեղ այն սահմանը, երբ սովորական վեճը, կոնֆլիկտը արդեն վերածվում է բուլինգի։ Նախ ասենք ինչով է sense տարբերվում, հա, որպես այդպեսին բուլինգը սովորական կոնֆլիկտից տարբերվում է նրանով, որ ինքը ունի պարբերաբար բնույթ։ Ինչ է բուլինգը։ Բուլինգը դա ֆիզիկական պատիժն է կամ ֆիզիկական, չգիտեմ, կռիվն է կարող լինել, ծաղրանքը, ծաղրող խոսքը, կոնֆլիկտայնությունը դիմացինի նկատմամբ, երբ որ հատվում է դիմացինի անձնական տարածքը։ Ինչպեսին է իր տարածվածությունը շատ է եւ տարածված է ինքը ոչ միայն Շիրակի մարզում, այլև բոլոր մարզերում, հանրապետությունում կարելի է ասել երկրից դուրս, հա, այսինքն մենք այս խնդիրն ունենք բոլոր միջավայրերում եւ բոլոր տեղերում։ Ովքեր են հիմնականում բուլինգի ենթարկվում, դա կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը։ Այսինքն որպես այդպեսին չկա այնպիսի թիրախային խումբ, որը որ կարող ենք առանձնացնել եւ ասել, որ այսինչ մարդը ինքը կարող է ենթարկվել բուլինգի։ Սա մի քիչ շատ ավելի նուրբ է, հոգեբանական կողմը ավելի էսպես պետք է ուսումնասիրել, հասկանալ, ինչով է ինքը տարբերվում կամ ինչով է ինքը հենց դառնում երեխա կամ մեծահասակը դառնում թիրախային կենտրոն։ Այսինքն եթե մի հատ վիճում են երեխաներ են 10-15 տարեկան դպրոցական երեխաներ են, դպրոցում վիճել են, մեկը մեկին հարվածելը, դրանից հետո տենց անց է գնացելը, դա համարում են կոնֆլիկտ։ Դա համարում են կոնֆլիկտ։ Կամ եթե մեկ-երկու անգամ ասում է դու դեբիլ ես, դու չաղ ես, դու բուլկի ես, որտեվ ասենք կարող է քաշի ավել ցուկ ունի երեխան եւ այլն, դա ոչինչ բան չի, ազդակ չի ուշադիր լինելու կամ կանխելու։ Որպես այդպիսին ազդակ է, այստեղ շատ կարևոր է արդեն մեծահասակի ներգրավվածությունը։ Շողեր դուք եւս հա լավ տրեյնինգներ եք արել ուսուցիչների շրջանում, դուք հետազոտություն ունեք նաեւ դպրոցներում հանրապետության մի քանի տարի իրար հետևից կարծեմ արել եք, ինչ ցուցանիշներ կարող եք ներկայացնել, ընդհանրապես երեխաները տեղակ են բուլինգի մասին, իրանք հասկանում են, որ բուլինգ են անում կամ բուլինգի են ենթարկվում։ Հա, մինչև այդտեղ հասնելը ավելացնեմ, Տաթևը շատ լավ նշեց ինչ էր բուլինգը, հա, ագրեսիվ վարք, որ ուղղված է մի կողմից, հա, դեպի մյուս կողմը ու պարբերաբար բնույթ է ունենում, այսինքն անդադ կրկնվում է ու կա ուժերի թվացial կամ իրական անհավասարություն, հա, այստեղ այդ շատ կարևոր է, երբ որ ինչ-որ մեկը մտածում է, որ դիմացինը ավելի, չգիտեմ, բարձր է կամ առավել է իրենից եւ փորձում է նվաստացնել, որպեսզի, հա, ինքը իրեն ավելի լավ զգա։ Ու այդ ագրեսիվ վարքը նաեւ կա այստեղ մի հատ անգլերենով կա relational aggression ու ինքը հարաբերութենային ագրեսիան է, երբ որ ինքը վարկը, այսպես դրսից նայում ես, կա նորմալ է, հարաբերությունները նորմալ է, բայց երեխան զգում է, որ ինքը խմբի անդամ չէ, հա, իր հետ ընկերություն չեն անում, բոլորի մոտ, մեծահասակի մոտ իր հետ լավ են, ամեն ինչ նորմալ է, բայց հաստատ ձեր մոտ էլ եկած կլինեն նման խնդիրներով, բայց իրականում հա այդ մեծահասակը դուրս գնաց այդ իրավիճակից, ինչ որ մեկին չեն ներառում խմբի մեջ։ Սա թաքնված տեսակն է, որը շատ ավելի վտանգավոր է ու շատ տարածված է։ Ցավոք սրտի նաև տարածված է աշխատավայրերում, համալսարաններում, Տաթևը համալսարաններում սովորում, չգիտեմ, տեսել է շատ այնտեղ, որտեղ նույնիսկ մեր համալսարաններում կա։ Հա, այստեղ շատ կարևոր բաների ֆակուլտետում կա, հա, բուլինգ կա բոլոր տեղերում։
ու ես ասեմ, որ նույնիսկ երբ որ ես այս գաղափարը բերեցի Ամերիկայից 2019 թվականին, 18 թվականին ես ինքս զգացել եմ, հա, relational aggression, հարաբերությունային ագրեսիա Ամերիկայում։ Բուլինգի մասին ենք խոսում։ Ու այստեղ հա, հետ կամ մի մանկությունը։ Այո, ու այստեղ որ երբ որ եկանք Հայաստանում 2020 թվականին, 2021 թվականներին բոլորը մերժում էին, հա, նման ինֆորմացիա։ Ասում էին դեռ չկա, այո, երախասեր հասարակություն են եղել, բայց հետազոտությունները ինչ են ասում։ 20 թվականին երեխաներն ասացին, որ նախ չգիտեն ինչ է բուլինգը։ Տարբեր ամեն ինչի հետ ասոցացնում են, բացի հենց բուն թեմայի հետ։ 23 թվականին իրականացրած հետազոտությունները բոլորը նաև դպրոցում են իրականացրել, արդեն կար տարբերություն։ Երեխաները ճանաչում էին, հասկանում էին։ Թվային տարբերությունը ի սկզբանե եղավ մոտավորապես 80% աչքատ երևույթի ճանաչման հարցում, այս 2 տարվա ընթացքում միանգամից։ Նույնը ուսուցիչների մեջ։ Եվ ուսուցիչները ի սկզբանե կային ուսուցիչներ, ովքեր որ խոսում են բուլինգի մասին, ու թե իրենք ինչպես են բուլինգի ենթարկել երեխային, ու մի հատ ծիծաղով են ներկայացնում, հա։ Այդ շատ իրոք ցավալի էր, չգիտեմ, ծիծաղում եք, բայց ցավալի է։ Իմացել ինչ է այդ Չէի մտածել, որ դա իրոք խնդիր է։ մտածել են։ Հա, ինչ որ բան են ասել, հա, ուսուցիչներից մեկը երեխայի արտաքին տեսքին անդադ ինչ որ ինֆորմացիա է տվել, հա, պիտակավորում է տվել ու այդ երեխաներն են նաև ուսուցչի խոսքերն են վերցրել, սկսել են կիրառել։ Եթե օրինակներով խոսենք, ասենք, չգիտեմ, այդ մասին իհարկե խոսեցիք, որոշակի տարիքի երեխաներ են, 10-րդ նկատմամբ, չգիտեմ ինչ են անում, իրերն են վնասում, հրում են անընդհատ ծեծում են, թե դա պարտադիր չի, հոգեբանական բուլինգ է լինում նաև տեսակներից մեկն է, հա, եթե տենց օրինակներով խոսակ ասեք, պատմեք, հա, երեխաները օրինակ ինչ են ասել, ոնց են պատասխանել, այո, ես նկատել եմ, կա բուլինգ, կամ չէ, դա ուղղակի ընկերական խաղ է, ինչ բան կա։ Այսպես ասեմ, 56% երեխաների հարցվողների, որ ես խոսում եմ միայն Շիրակի մարզում, հա, Գյումրիում ընդ որում, 56% ասել է, որ բուլինգը խնդիր է իրենց համայնքում։ Երեխաներն են ասել, հա։ Իսկ ուսուցիչները, օրինակ 76% ուսուցիչների հարցվողներից ասել է, որ եթե իրանք նկատեն բուլինգ, ապա կմիջամտեն։ Մի հատ հետաքրքիր բան բացահայտեցի, որ այս 76%-ի մեջ գտնվում էր այն 33% ուսուցիչների, ում որ երեխաները դիմում են օգնության ակնկալիքով, հա։ Այսինքն մեզանից մեծահասակներից շատ մեծ բան է գալիս։ Եթե մենք որպես մեծահասակ հա միջամտենք, մեր երեխաներն են մեզ կդիմեն։ Կգանք դրան նաև, թե ինչպես պիտի միջամտեն եւ ինչպես այդ վստահությունը ստեղծեն, բայց ես ուզում եմ ասել, որ մենք մինչև այս հաղորդումը սկսելը փորձում ենք թեմային, որ որոշել ենք փորձում ենք նաև ծնողներ հրավիրել, ում երեխաները ենթարկվել էին բուլինգի, հրաժարվեցին, իհարկե մեզ պատմություններ փոխանցեցին, բայց հրաժարվեցին, որտեղ իրենք մտավախություն ունեին, որ նորից թիրախ կդառնան իրենք էլ, իրենց երեխաներն էլ, խոսում ենք խնդրի վերացման մասին, խնդիրը կանխարգելելու մասին, բայց ծնողը բան չի, տենց համարձակություն շատ քչերն են ունենում բաց խոսելու համար։ Դա թե դուք ձեր պրակտիկայում իհարկե երևի եւ երեխաներ են գալիս եւ ծնողներ են գալիս, ուզում եմ մի քանի այդպես պատմություն փոխանցել, այնպես պատմություն, որից դուք շատ տենց տպավորված եք, հա, կարա տենց տիպիկ օրինակ լինի։ Որպես այդպիսին օրինակները, եթե հիմա փորձեմ հիշել, ամենատարածվածները հիմնական բուլինգի թեման դա ավելորդ քաշն է։ Հիմնականում հենց խոսում ենք սրա մասին, հա, ավելորդ քաշի մասին, պիտակավորումներ, նախադասություններ, կով, փիղ, չգիտեմ, այս տեսակ վատ մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ մի հատ անպայման մենք հասկանանք, որ բուլինգը ոչ միայն դպրոցում է լինում, դա լինում է նաև տանը, դա լինում է նաև ընկերական շրջապատում։ Իհարկե, մենք սա այլ կերպ ենք անվանում, երբ որ սա արվում է, օրինակ, քույր եւ եղբայր իրար հետ վիճում են, մեկը մյուսին այդ արտահայտությունը անում է, ու սա բնականաբար կրում է պարբերաբար բնույթ, բայց այստեղ դե հիմա քույր ու աղբերն իրար հետ կռվեցին, անցան գնացին։ Ամենա այսպես ցայտուն դեպքը, որը հենց այս պահին էլի քաշի հետ կապված կհիշեմ, ես հիշում եմ, որ ունեի մի այցելու, ով 16 տարեկան էր, ուներ ավելորդ քաշի խնդիր եւ իր կոմպլեքսավորվածությունը որպես այդպիսին բուլինգի ձևավորվել էր հենց եղբորից,
որովհետև ամեն վեճի ժամանակ եղբայրը իրան դրա մասին հիշեցրել էր։ Եվ պլյուս ավելորդ քաշին ունեինք նաև կակազության խնդիր, հա, այսինքն այստեղ արդեն խնդիրը խորանում է։ Ու երեխայի մոտ սա դարձել էր արդեն վարքագիծ, որ իրան պետք է նեղացնեն։ Դե որ ես այսպեսին եմ, բան հարցնեմ, էլի ընդհատում եմ ձեզ, բայց երբ որ եղբայրն է քրոջ նկատմամբ այդպես մի անձա, իսկ մենք բուլինգի այդպես պատկերացումը գիտենք, որ մի խումբ, չգիտեմ, չափահաս կամ անչափահասներ անհատի նկատմամբ են այդպես վարվում, որ ձևակերպումը, հա, դասական բուլինգի այդպես։ Այսինքն մի քանի հոգի պետք է լինեն, պարբերաբար ճնշեն, ծեծեն։ Հա, այ խնդիրը հենց սրա մեջ է, որ մենք կենտրոնանում ենք թվականակի վրա, ամենակարևոր նյուանսը բաց ենք թողնում, որտեղից է ինքը գալիս։ Երբ որ ես արդեն կոմպլեքսավորված եմ եւ ինձ արդեն զգում եմ ոչ հարմարավետ իմ միջավայրում, ես ինձ նույնպես պահում եմ այդպեսին դպրոցում։ Իսկ դպրոցում նամանավանդ դեռահասության տարիքում ինչ ավելի բնորոշ է բուլինգին, ինչի, որպեսզի մարդը ինքնաարտահայտվի, ոնց է ինքնաարտահայտվելու ուրիշի հաշվին։ Դուք ինչ կասեք։ Հա, ինքը բուլինգի դրսևորումը լինում է կամ մեկ հոգուց կամ խմբից, հա, երկուսն է կա։ Տաթևի օրինակը որ ասես ընտանիքում, դա արդեն մեկը մյուսի նկատմամբ։ Նույնը կարող է լինել դպրոցում, բայց Շիրակի մեր հետազոտություններից ցույց տվեց, որ Շիրակում ավելի շատ խմբային բուլինգն է տարածված, դպրոցներում ավելի շատ խմբային։ Մենք ունենք նաև դրա բացատրությունը։ Ինչու? Որովհետև ես, եթե դասարանի լիդերն եմ, իմ շուրջ համախմբվում են մի քիչ ոչ այնքան թույլ օղակ մարդիկ, որպեսզի ես չենթարկվեմ բուլինգի, ես ենթարկում եմ բուլինգի դիմացինին։ Բնականաբար գնում միանում եմ այդ լիդեր անձնավորությանը, լինում եմ իր շարքերում, կարող է շատ տեղերում դա ինձ հաճելի չի, որպես բուլինգի մասնակից, բայց ես դրանով զարգացնում եմ իմ պաշտպանական մեխանիզմը, որպեսզի ես ինքս խուսափեմ դրանից։ Որովհետև երբ որ մենք արդեն ուսումնասիրում ենք, տեսեք, մենք հիմնականում վերցնում ենք զոհին, չէ, որ իրան բուլինգի ենթարկեցին, ինք իրան վատ է զգում։ Մենք բուլերին գալու ենք, դուք առաջ մի ընկեք։ Ամենագլխավորը ծնողը, քանի որ մեզ նայում են այսպես նաև մարզի շատ բնակիչներ, ծնողները ինչպես հասկանան, որ իրենց երեխան բուլինգի է ենթարկվում։ Ինչ արտահայտիչ բաներ կան։ Վարքագծի միանգամից փոփոխություն, ընկերների կորուստ, հա, երեխան դպրոց չի ուզում հաճախել, գնահատականների անկում, եթե լավ սովորող էր հատկապես գնահատականների միանգամից անկում, հա, հետաքրքրությունը կորել է մնացած բաների նկատմամբ։ Ընդ որում նաև շատ կախված տարիքից, փոքր տարիքի երեխաների մոտ կարող է գիշերամիզություն լինի։ Հա, դրա համար պիտի հասկանաս, հա, երեխայի զարգացման տարիքը ու նաև ինչ է տեղի ունենում։ Ծնողի ուշադրությունը այստեղ մեծ նշանակություն ունի, ինքը Բանի ծնողը առաջ քայլը որ Եթե հենց որ տեսնի, հետևողական լինի, հա, ինչ որ փոփոխություն է նկատել երեխայի նկատմամբ, եթե կարող ես բարբերաբար ասում, չեմ ան, ոչ մի բան է չկա։ Հա, շատ այդ իհարկե, այդ էլ կա, որովհետև երեխան կարծում է, որ հնարավոր է ընտանիքում ասեն դու ես մեղավոր կամ գնա դու ինքդ քեզ պաշտպանի, ինչի չես հատկապես հայկական իրավիճակում կա այդ տղամարդկային բան մաչոիզմ անգլերենով կասենք, այդ մոտեցումը, որ պիտի դու ավելի տղամարդկային լինես, քեզ հարվածել է մի հատ դու պիտի հարվածես։ Այդ պիտի նաև հասկանանք իրավիճակը, հա, եթե պարզապես կռիվ է, հա, թող մեր հայկական մոտեցումով առաջ գնա, բայց եթե անընդհատ երեխային ենթարկում են բուլինգի, այդ արդեն ուրիշ է, օրինակ այդ պիտակավորումը պիտի մարդը կարողանա իր անձը պաշտպանել, ինչ ձևով պաշտպանել։ Այստեղ ծնողը տեսավ տարբերություն վարքի մեջ։ Միանգամից երեխային հարցրեց, երեխան չպատասխանեց, այդ դպրոց, հա, հասկանա ինչ է տեղի ունենում դպրոցում, ինչ են տեսնում ուսուցիչները, արդյոք տեսնում են ինչ-որ բան, թե չէ։ Ու եթե ծնող երեխան տարբերում են կամ չեն տարբերում, որտեվ մի հետազոտություն էի նայում, ուսուցիչների մեծ մասը այդպես կարող է վերջի տարում մի բան փոխվել է, որտեվ ես 24 թվականի հետազոտություն եմ նայել, հարցված ուսուցիչների մեծ մասը չեն տարբերել բուլինգը։ Ընդ որում ծնողը գնացել է, դիմել է, ուսուցիչն ասել է թողեք իրանք իրար մեջ այդ հարցը կլուծեն, մի խառնվեք ծնող ջան։ Այդ խնդիրն է, որ մենք շատ դեպքերում թողնում ենք, որ իրանք իրար մեջ այդ հարցը լուծեն, հա, բայց եթե երեխան չունի հմտություն, չգիտի ինչ ձևով իր անձը պաշտպանի, ինչ ձևով ինքը կարող է այդ հարցը լուծել։ Հմտություն պիտի տանք երեխային։ Ով տա։ Ծնողը, հոգեբանը, դպրոցի, հա, ուսուցիչը, ունի երեխայի մենթորը, եթե երեխան ունի մենթոր, ընկերները, հա, մենք բոլորս յուրաքանչյուր անձի համար support system, հա, աջակցող թիմ ենք։ Հա։ Իսկ ծնողը ինչպես վստահություն ձեռք բերի, ինչ հոտ կտակ։
Այս ամեն Կամ երեխան պետքա որպեսզի մեկին դիմի, եթե իրան պարբերաբար ճնշում են, այդպեսի եւ ֆիզիկական եւ հոգեբանական բուլինգի են ենթարկում, ինքը բնականաբար պետք է ունենա մեկը, որին ինքը սենց կարա հանգիստ դիմի, վստահի ու գնա դիմի։ Առաջինը երևի ծնողն է մեծ, եղբայրը կա մեծ քույրը, բայց էլի իրենք հատկապես տղա երեխաները երևի կաշկանդվում են դիմել, որտեղ վայ ամոթ է, հանկարծ չասեն ես թույլիկ եմ, սենց այստեղ մենք արդեն գնում ենք դեպի դաստիարակություն։ Սկզբնական փուլում, երբ ենք մենք երեխայի հետ ձևավորում մեր ինքնավստահ հարաբերությունները, երբ է երեխայի հետ ձևավորվում վստահության դաշտը, դա ձևավորվում է երեխայի հետ ծնված օրվանից։ Եթե մենք մեծացնում ենք երեխա ու մենք ամեն քայլին քննադատում ենք, բնականաբար մենք չենք կարող հույս ունենալ, որ մեր երեխան գալու է եւ մեզ պատմի, որ իրեն ենթարկել են բուլինգի, որովհետեւ ինքը այդ նույն բուլինգին ենթարկվելու է մի հատ էլ մամայի կողմից։ Դե դու թույլ ես, քեզ դրա համար էլ անում են, լավ են արել են, կարողանայիր քեզ պաշտպանել, բայց ոնց որտեղից վերցնի այդ երեխան դա։ Ու հիմնականում մենք այստեղ տեսեք խոսում ենք նաև ինքնաչափից դուրս խնամքի մասին, երբ որ գեր խնամք է լինում, այն որ ինքը թող չանի, ինքը թող չիմանա, իրան հեռու պահենք այս միջավայրից, ու ստեղ դաստիարակում են մի երեխա, ով ֆիզիկապես իրան չի կարողանում պաշտպանել, ինչի, որովհետև ոչ մի պաշտպանական մեխանիզմ չի ձևավորվել։ Եվ չկա վստահություն բնականաբար մեծահասակի համար, որովհետև մաման քննադատ է։ Եվ այստեղ բնականաբար ինքը դա իրան ներսում է պահում։ Կամ պապան, դե պապայի դեպքերը մի քիչ սենց չենք քննարկում, որովհետև եթե Շիրակի մարզի մասին ենք խոսում ենք մամայից։ Ինչու՞։ Որովհետև պապան չկա։ Բա ուր է։ Աշխատանքի։ Աշխատանքից բնադարի։ Այ տեսեք, մենք ունեինք դեպք 16 տարեկան տղա երեխայի հետ կապված, ում հետ կար խնդիր, հստակ եւ բուլինգը կար եւ ինքն իրեն պաշտպանել չէր կարողանում, ամեն ինչ մաման։ Այդ ամբողջ հանդիպումների ընթացքում երևի ամեն օր խնդրում էի, որ գոնե մի հանդիպում լինի պապայի հետ, որովհետեւ կան բնավորության գծեր, որոնք պետք է վերցնի պապայից եւ կա տղայական զրույց, որը պետք է գնա պապայի հետ։ Բայց ոչ մի ձև մենք չկարողացանք պապային դաշտերել, որովհետև մաման ասաց, որ պապան չի ուզում համագործակցել։ Ունեցել եք երեխա կամ ծնող, որ եկել ասել են դպրոցում իմ երեխայի նկատմամբ կլինի ուսուցիչը, թե հասակակիցները կամ բարձրադասարանցիները կոնկրետ բուլինգ են ենթարկել։ Բայց այդ ոչ ավելի շատ Շիրակի մարզում, քան դրսում։ Քանի որ մենք նաև աշխատում ենք on-line հարթակում, այսինքն Մոսկվայում մենք ունեինք դեպքեր, երբ որ արդեն մշակույթ ինչ ազգում է այդ երեխան։ Նեղվածություն, դասի գնալու ցանկություն չկար, ընկերների հետ շփվելու ցանկություն չկար։ Բուլերը ինչ ազգում։ Բուլերին չեմ ճանաչում։ Չի եղել, որ բուլեր անձ, որը ինքն է ենթարկում։ Ինչու է ում են ընտրում թիրախ, մենք ոնց որ թե մի քիչ ասեցինք, այդ մասին խոսեցինք, եւ ինչու են նման բան անում դրանն էլ մի փոքր անդրադարձակ, բայց եթե ավելի տենց հստակ ասենք, ինչն է դրթում անձին, որ մեկ այլ անձի նկատմամբ նման գործողություններ իրականացնի։ Ճնշի, ծեծի, հավաքի ընկերներին գլխին տանեն դպրոցի հետևը բակում կամ կծեծեն, կասեն փող դու մեր համար մառոժնի վազի առ, չգիտեմ, Այդ եթե էլի մեկ անկապված դեպք է, ինքը բուլինգ չի համարվում, եթե անընդհատ մեկ հոգուն են թիրախավորում կամ մի քանիսին է, այդ արդեն բուլինգ է, այդ հստակ է։ Ինչ են անում, երբ որ ուզում են ինքնահաստատվել, տատևների խոսքում նշեց, հատկապես դեռահասության շրջանում ինքը բարձր ցուցանիշ է 6-ից 8-րդ դասարաններում, որովհետև այդ շրջանում դեռահաս ուզում է իր շրջապատի կողմից ընդունված լինի, հեղինակություն լինի։ Դրա համար իրանց մոտ շատ է ու այս մոդեցումն էլ է, դրսևորումն է շատ։ Հավաքում են տարբեր մարդկանց, որ ում են թիրախավորում, ով որ ինչ որ ձևով տարբերվում է իրենցից, այդ կարող է լինել տարբեր արտաքինից եկող կարողություններ, մտավոր կարողությունները։ Իսկ արցախցիների նկատմամբ դեպքեր լսել եք արցախցի երեխաների։ Ես լսել եմ դեպքեր, որ նաև արցախցի երեխաների նկատմամբ են այդպես բան տրամադրված։ Եթե վերցնենք, որ իրանք նոր են եկել միացել, տեղի ժողովրդին, արդեն տարբերվող են եւ խոսքի հետ կապված, եւ մոտեցման, արդեն բնակության հետ կապված, կախված է տեղի ժողովուրդը ինչպես է իրենց ընդունում, այդ խումբը մեծ նշանակություն ունի։ Պարադիս չէ, որ ինքը ուրիշ տեղից եկած լինի, Արցախից լինի, էլի տեղի երեխան էլ մի փոքր տարբերություն եղավ, տվյալ խմբի համեմատ իրենց ընկալմամբ հաստատ միանգամից կենտրոնվեն բուլինգի։ Շատ լավ,
Հասկացանք բուլերը ինչու է այդպես բան անում, իսկ ականատեսների մասին ինչ կասեք։ Այն երեխաները, ովքեր դա տեսնում են, մի մասը չի խառնվում, մի մասը խառնում է, պետքա խառնվեն թե չէ, կամ էլ ինչ որ մեկին պիտի դիմեն, ինչ կասեք։ Ես վերջին հետազոտության ասենց մի կարևոր փաստ ասեմ, որ կա հետազոտություն, որը հստակ ապացուցում է, որ եթե օրինակ ականատեսը խառնվում է դեպքին, հա, այսինքն ինքը ոչ թե լուր նայում է, այլ խառնվում է, այստեղ 30%-ով բուլինգը նվազում է, որովհետև արդեն կա բուլերի կողմից վախ, որ կբարձրաձայնվի, հա, հիմնականում։ Բայց ինչի չեն խառնվում։ Բուլերը նաև ուշադրություն է ուզում, չէ՞, եթե Չէ, տեսեք, ուշադրություն ինքը ուզում է այն մարդկանցից, որ իր վատ վարկով ինքը դրսևորվի, բայց այդտեղ իր վարկը կարող է բացահայտվել, բա հետո ինչ անի։ Այսինքն пассив դիտողները ինքը հավաքում է, դեպքում ուշադրությունը ապահովում է, բայց իսկ ականատեսներ, ովքեր երբ որ իրավիճակին, հա, ականատես են լինում, միջամտում ու աջակցում են բուլինգի ենթարկվածին։ Այս դեպքում օրինակ մեր հետազոտությունների մեջ ցույց տվեց, որ 46% երեխաներ ասել է, որ իրենք միջամտել են եւ օգնել են իրենց ընկերներին։ Իսկ արդեն դա մեծ ցուցանիշ է։ Այդ մնում է, որ ուսուցիչը աջակցի այն մնացած այն пассив դիտողներին, որ իրենք էլ իմանան ինչպես կարող են միջամտել, ինչպես կարող են աջակցել։ Ուսուցիչ հոգեբան։ Անպայման։ Բայց Կրթության ԿԳՄՍ փոխնախարարն ասում էր հիմնական խնդիրը մարզերում հատկապես հոգեբանների 800 մոտ ազատ հաստիք կա, այսինքն կարիք կա հոգեբաների, դա նշանակում է նաև պակաս կա հոգեբաների, դա նշանակում է ամեն ինչ էլ ուսուցիչի վրա է ու դժվար է տենց շատ շուտ հասնենք խնդրի լուծման։ Բուլերի հետ ինչպես վարվեն, պետքա ջղայնանան, պետքա ինչպես հարաբերվեն նրա հետ, գուցե նա նույնիսկ չէ հասկանում ինչ է անում։ Անպայման, անհրաժեշտ է մենք նաև կենտրոնանում ենք զոհի վրա, իրեն ենք հոգեբանական աջակցություն տրամադրում, բայց բուլերին է հարկավոր այդ հոգեբանական աջակցությունը եւս։ Ու ես մեկ անգամ մեր գյուղերից մեկում իրականացրեցի վերապատրաստում հենց երեխաների հետ կապված ու մի հատ բուլեր ունեինք մեջը, այդ տղան մի հատ վերջում այսպեսի խոսք ասեց, եթե ես իմանայի ինչքան վատ վիճակում եմ դնում, ինչպեսի վատ վիճակում եմ դնում մնացածին, ես կյանքում նման բան չէի անի։ Ես իրան ասին ձել ոչ մի բան պետք չէ, կարևոր դու հասկացար խնդիրը։ Այսինքն այդ մարդը գիտակցեց ինչ պիտի անի հետագայում։ Բացի դրանից, այստեղ մի հատ շատ կարևոր բան եւս կա, որի վրա որ անպայման ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, դա լավ արարքն է։ Այսինքն տեսեք, մենք երբ որ ծնողավարում ենք իրականացնում, մենք ծնողավարման մեջ ունենք հստակ տեխնիկա, որը կոչվում է լավ արարքի որս։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Երեխային առանձնացնել ոչ միայն իր վատ արարքով, այլ նաև ուշադրություն դարձնել լավ արարքին։ Որովհետև երբ որ այդ նույն բուլերը, հա, երեխան տանը, դպրոցում ինչ որ լավ արարք է անում, իրան ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Ոչ մեկ բացարձակապես։ Սկսած ամենափոքր տարիքից եկեք փորձենք հիշել, հա, երեխային երբ ենք վերցնում, երբ որ երեխան լացում է։ Երբ ենք երեխային ուշադրություն դարձնում, երբ որ ինքը անկարգություն է անում, ու մենք դրան արձագանքում ենք շատ բուռն։ Փոքր տարիքից սա երեխան արդեն վերցնում է, այո, 3 տարեկան երեխան ունի քննադատական մտածողություն։ 3 տարեկան երեխան կլանում է միայն էմոցիան։ Էմոցիան որն է, ինքը ինչ որ մի հատ տարօրինակ բան արեց, վատ բան արեց, ոյ, բոլորը եկան։ Հիմա ինքը նույնը անում է դպրոցում, բայց եթե օրինակ մենք այդ երեխայի լավ արարքով փորձենք առանձնացնել դպրոցում, փորձենք հասկանալ իր ուժեղ կողմերը, թույլ կողմերը, հասկանանք ինքը ինչ առանձնահատկություն ունի, որովհետև յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր մարդ ինչքան էլ իրան բացասական պիտակավորումներ ենք մենք տալիս, իդեպ պիտակավորումը տալիս է մեծահասակը, ու երեխան փորձում է դրան նմանվել։ Դու ասել ես ես վատն եմ, շատ լավ, դե ես հիմա քեզ դա կապացուցեմ։ Երբ որ մենք արդեն շեշտվում ենք դրականի վրա, մենք արդեն երեխային փոխում ենք։ Հոգեբանական աշխատանքը հենց դրա մասին է, որ մենք իրան ցույց ենք տալիս։ Այդ երեխան կներեք, այս շատ կարճ եմ ուզում սրան պատասխանել, արդյոք այդ երեխաները, ովքեր բուլինգ են ենթարկում, տանը եւս բռնության, այսպես ականատես են եղել, զոհ են եղել բռնության, դա եւս ազդում է։ Փաստիրակության ոչ, ինքը կրկնում է այն, ինչ տեսնում է։ Եթե տանը ինձ հետ խոսում են գոռոցով, ես չեմ կարող դες հետ խոսել հանգիստ, որովհետև իմ համար նորմալ դա գոռոցն է։ Ինչ անի այն երեխան, որը ենթարկվել է բուլինգի եւ չկա մեխանիզմ, որ ինքը կարա առանց ծնողի դիմի, չգիտեմ, իրավապահներին կամ որևէ մեկին, հա, ինչ անի այդ երեխան, որտեվ լինում են հա դեպքեր, որ երեխան նույնիսկ եթե ծնողին ասում է,
լուրջ ֆիզիկական վնաս են հասցրել, ծնողը չի ուզում գնան իրավապահների դուռը։ Ինչ կասեք սրա մասին, այդ երեխայա ինչ խորհուրդ կտակ եւ երեխային եւ ծնողին եւ չգիտեմ ուսուցչին։ Օրինակ ես միշտ ասում եմ, որ երեխան պիտի աշխատի իր հմտությունների ու կարողությունների վրա, հա, զարգացնի անձը, հաջողություն գրանցի կյանքի որևէ ոլորտում։ Մտած հեշտ ենք ասում, sense նստած։ Դրա համար գոյություն ունի երեխա են։ Ապրեք, դրա համար գոյություն ունեն կառույցները։ Ունենք լիքը հասարակական կազմակերպություններ, ովքեր պետությունը պետությունը կարող է, հա, դպրոցները պետությունը պատասխանատու է։ Այո։ Լավ են աշխատում, ինչ է կարծում։ Դրա համար պիտի դպրոցներում մտցնեն այդ ապահով համակարգի ստեղծումը, հա, այսինքն պիտի տնօրենները հասկանան։ Իրականացնում, էլի ընդհատում եմ ձեզ, կա չէ, ապահով անվտանգ ապահով միջավայր նախարարությունը ծրագիր է իրականացնում, տարբեր միջոցառումներ ներգրավում են։ Ապրեք, շատ լավ է, այդ բան է, երբ որ ընդհանրապես պարզապես հա ինֆորմացիա փոխանակում է, դա բան չի փոխում։ Ինչ պիտի անեն, հստակ քայլեր, ստեղծեն ինչ-որ ռազմավարություն, հա, երբ որ երեխան գիտի, սա այն ուսուցիչն է, մեզ կարող են վստահել, իրան է մոտենում այս խնդրի դեպքում։ Սա այս տեղն է, մենք եթե ընկերներով ականատեսենք, մենք այս քայլերն ենք անում, այս 1 2 3 քայլերն ենք անում։ Ես ընկերոջս տեսա բուլինգի է ենթարկվում, միջամտեցի, ընկերոջս վերցրեցի դուրս եկա, հա, քայլերից մեկը։ Պիտի հստակ 10 հատ քայլերից հակ տանք։ Եվ եթե հստակեցնենք նաև, հա, վերջին շրջանում մենք բոլոր սեմինարների մեջ լսում ենք բուլինգ թեման։ Ինչքան շատ է իր մասին վերապատրաստումները, այդքան իր թիվը աճում է։ Ինչու՞։ Որովհետև մենք խոսում ենք, այո, մենք խոսում ենք բացասականի մասին, երեխան դες հիմա տեսեք, եթե մենք նայենք վերջին շրջանում, ոնց է լինում։ Հիմա ասեմ ոնց է լինում։ Վերջին շրջանում դպրոցներում իրականացված բոլոր, չգիտեմ, սեմինար վերապատրաստումները հոգեբանների համար կառույցների կողմից արվում է բուլինգի թեմայով։ Բայց այդ նույն դպրոցում երբեք դա չի վերանում կամ նույնիսկ չունենք ցուցանիշ, որ նվազում է։ Ընդհակառակը մենք ունենք ահագնացող ցուցանիշ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Այո, ինչո՞վ է սա պայմանավորված։ Ավելանում աբռնություն։ Մի բան ավելացնեմ, կներեք այդ ավելացման պահով, ես նաև մտածում եմ, որ հնարավոր է, երբ որ երեխան կամ ուսուցիչը ճանաչում է, որ թեփն է բուլինգի ենթարկվում, արդեն սկսում են բարձրաձայնել, դրա համար է կարող է եւ այս դեպքում է աճ ենք տեսնում։ Եթե մինչեւ այդ ինքը նորմալիզացված էր, հա, չենք մտածել, որ դա բուլինգ է։ Իրականում միջավայրը փոխվում է, ինտերնետ ու 21-րդ դարի վերջո ինֆորմացիոն աղբյուրները փոխվում են, տեսանյութեր, չգիտեմ ինչեր, երեխաները դրա համար ծնողի իհարկե ծնողների դերը կարևոր է, նաև ուսուցչի ի վերջո երեխան, որը ենթարկվել է բուլինգի, ես ուզում եմ գործնական բան, հա, լինի պատասխան գործնական քայլով ինչպես օգնենք այդ երեխային, ինչ անի այդ երեխան։ Ամենաառաջինը Ես մա պատկերացնում ես երեխան եմ, ենթարկվեցի գնամ ու ուսուցչին չեմ վստահում, մեծ եղբորս չեմ վստահում, ծնողներս կասկածում, ձեր ասես պապան իմ հավեսը չունի, ինչ անեմ։ Ուրեմն զարգացնի ասերտիվ խոսքը, ինչ ձևով ենք դա ասերտիվ խոսքը, հա, երբ որ ինքը անձը կարող է պաշտպանել սեփական եսը, ինչ ձևով է մեզ ինձ պաշտպանում։ Արդյոք ու հասկանա տարբերությունը դիմացինի տրված գնահատականը համապատասխան է թե չէ։ Բուլերը մի հատ նպատակ ունի՝ ստանալ դիմացինից այդ էմոցիոնալ վատ վիճակի արձագանքը, որպես ենթարկվող, ես չտամ այդ արձագանքը, ես եմ որոշում, ես պիտի տամ թե չէ, հա։ Եթե ես կարողանամ չտամ այդ արձագանքը, բուլերը հաղթանակ չի ունենա։ Բայց դեպքում ինքը կարող է իրավիճակից պարզապես արհամարի թողնի հեռանա։ Շատ օրինակ ես որպես հոգեթերապևտ ես աշխատանք եմ իրականացրել մի քանի բուլինգի ենթարկվածների, ու այդ տղաներն ասում են լավագույն մեթոդը իրենց համար Գյումրիում իրավիճակից թողնել հեռանալն է չարձագանքելը։ Ու ասեց, երբ որ դու այդ սառը դեմքով ես այդ ամեն ինչի մոտենում, արդեն վախ է ձևավորվում իրենց մոտ։ Դե դա միշտ չի, որ աշխատող տարբերակ է։ Ես ասում եմ, ինչ որ պրակտիկայում այս աշխատանքը բանալ է։ Հաջորդը կարող են ունենալ մենթոր, հա, օրինակ մեր կառույցում մենք մենթոր ունենալու հնարավորություն ենք տալիս, մենթորը օգնում է զարգացնել այս բոլոր հմտությունները։ Ունենալ շատ ընկերներ, հա, այստեղ գալիս է սոցիալականացման հմտություններ, եթե լավ չի սոցիալականացման հմտությունները, աշխատել դրա հետ, հա, այդ կարող է օգնել ընկերները, հասկանալ ինչպես շատ ընկերներ ձեռք բերել։ Հաճախի բան, ցանկացած սպորտաձևի։ Սպորտը հետաքրքիր մտածելակերպ է զարգացնում, այդ ֆիզիկապես ուժեղ լինելը, հա, լրիվ ուրիշ ինքնավստահություն է տալիս երեխային։ Այս ամբողջը որոշակի հստակ քայլեր են, որ պիտի անեն։ Մի հատ է պետության պահով ասեմ, որ եթե դպրոցում իրանք հստակ ինֆորմացիա տան, որտեղ է, հա, բուլինգը իրականանում, որտեղ այն միջավայրերում, երբ որ մեծահասակ չկա։ Եթե այդ տարածքները իրանք ապահովեն մեծահասակների ներկայությամբ,
կնվազի բուլինգը, հա։ Եթե հստակ ուսուցիչը ուշադիր լինի, տեսախցիկներ կամ տեսախցիկներ, բայց պիտի նաև հետևողական լինեն տեսախցիկով էլ, հա։ Երբ որ տեսնեն, հասկանան ինչ է միանգամից միջամտել, այլ պարզապես ձևի համար չլինի։ Պիտի հստակ տարբեր կողմից աշխատանք տեղի ունենա։ Ու այստեղ նորից հետ կգանք ծնողի հետ ծնող երեխա փոխհարաբերություն, վստահություն, հա, որ էլի մի քիչ երկարատև աշխատանք է, բայց հնարավոր է։ Ուսուցիչների աշխատանքը ոնց է գնահատում 21 թվականի տվյալներով չէին թիմում որևէ ուսուցչի, բայց 23 թվականի տվյալներով մեծամասնությունը թիմը կարող էր թիմել ուսուցչի, որովհետև 76% ուսուցիչների ասեց, որ տեսե միջամտել են, իրենց մեջ էլ գտնվում էր 33-ը, ովքեր ում թիմել են երեխաները։ Այս պահիճությամբ 2 տարվա մեջ աճ է գրանցվել։ Եթե մենք շատ քայլ իրականացնենք, շատ նաև բան կլինի, հա, փոփոխություն կլինի։ Մեկ էլ մի հատ կարևոր բան էլ ասեմ, հոգեբանների պահով մեր կրթությունը շատ տեսական է, հա, մենք պրակտիկ գիտելիքներ չենք տալիս, երբ որ հոգեբանը ուսանողը ավարտեց դուրս եկա, մեկ ինչ դժվար է պրակտիկ աշխատանք իրականացնելը։ Դրա համար, օրինակ ես ունեմ հոգեբանական խմբ, այն հոգեբանական աշխատակրկույտ, չգիտես ինչպես աշխատես, խնդրեմ, ստեղծել եմ 14 սեանսից բաղկացած ու ինքը պիլոտային ծրագիրն իրականացված է, ունի 56% վարկային դրական փոփոխություն երեխաների մոտ։ Վերցրու, որտեղ մանրամասն գրված է, թե ինչ պիտի անես։ Շնորհակալություն բաց եւ անկեղծ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, սա Regions TV ձեր տանը ոդկասթներ։ Մենք քննարկում էինք բուլինգը դպրոցում։ Մեր հյուրերը խորհուրդ տվեցին, թե ինչպես կարող են ծնողները տարբերել եւ հասկանալ իրենց երեխան ենթարկվում է բուլինգի թե ոչ, կամ իրենց երեխան արդյոք ենթարկում է բուլինգի թե ոչ։ Գրեք մեզ մեկնաբանություններ, առաջարկեք թեմաներ եւ մենք կգանք ձեր տուն քննարկելու ձեզ ուզող հարցերը։